նկատմամբ, ՕԴԿԲ-ի գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը իրանք մի քիչ այլ ճանապարհ են ոչ այնպեսի ինչպեսին Հայաստանն է իսկ ինչպես է Բելարուսի դիվանագիտորեն չէ ձևակերպում ձեր ասելիքը այլ շատ ավելի սուր դա դրա բաժանմամբ է եղել թե դուք եք այդպես ես կարծում եմ այս տարիների ընթացքում ակնհայտ է որ դա իմ բնավորության իմ խառնվածքի մի մասը եւ բացարձակ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի իրենց մտքերի մասով կարծում նորություն չկա Պարոն Սիմոնյան, այսինքն Բելարուսի օրինակով Ինչ է կպել այդ Բելարուսը մոսկվայում ինչ օրակարգում են բողոքի նոտան որ հղել են Ես չգիտեմ ես ձեր մոտ կարդացի որ տեղեկություն չկա ես տեղեկություն չունեմ ձեր լուրը ձեր մոտ է իմացա որտեղ բանը բայց տեղեկ չեք ձեր հայտարարությունը արդեն ասացի իսկ ձեր հայտարարության մասով որ Բելարուսի օրինակով եք ասում բանոր նարեկետին չենք խոսում ինչ եմ ափսոսում հասկանալ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ Այլ հարցեր կազմակերպեք ազատության հետ կապված Ռուսական համաժողովին սազգում հնչեցրած տեսակետները եվրոպացիների արդյոք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները Ես չգիտեմ դուք գիտեք ինչ